Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Անդրեասյան։ Տիկին Անդրեասյան, հարցազրույցը սկսենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից։ Գիտեք, որ վերջին շրջանում հատկապես ուշադրության կենտրոնում է, այսպես ասած, աղմուկը շատ է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շուրջ։ Ընդդիմադիրները պնդում էին, որ հուշահամալիրը քանդում եք, ցեղասպանությունը ուրանում եք։ Մյուս կողմից գիտենք, որ վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Դուք ամեն շաբաթյա մակարդակով կարելի ասել այնտեղ եք լինում, նախ ընդհանուր առմամբ կպատմեք, թե ինչ է տեղի ունենում, աշխատանքները երբ կավարտվեն, եւ արդյոք դա խանգարում է, որ մարդիկ անխոչնդոտ գնան, այցելեն Ծիծեռնակաբերդ, եւ նաեւ այս խոսակցությունները ինչ նպատակ ունեն, դրանով ինչ խնդիր են լուծում։ Շնորհակալություն, կարծում եմ այն աղմուկը, որի մասին նշեցիք, առնվազն մի քանի ամսվա պատմություն ունի եւ այդ աղմուկը իրականում մեծ չափով ոչ թե իրական մտահոգություն է հուշարձանի եւ դրա վերականգնման գործընթացի նկատմամբ, այլ առավելապես ուղղորդված եւ քաղաքական օրակարգեր սպասարկող աղմուկ է։ Իսկ ինչ է տեղի ունենում Ծիծեռնակաբերդում։ Ծիծեռնակաբերդում տեղի ունենում մեր կարևորագույն հուշահամալիրի վերականգնման գործընթաց, ընդ որում տեղի է ունենում շատ խորքային քննարկումների արդյունքում բոլորովին վերջերս էլ այդտեղ գիտամեթոդական խորհրդի արտագնանիստ է տեղի ունեցել եւ մեր մասնագետները եւս մեկ անգամ դիտարկել են, թե ինչ կոնկրետ քայլերով է, որ մույթերը վերականգնվում են եւ պետք է ասեմ, որ եկել են նորից այն եզրակացության, որ այդ բոլոր լուծումները այն լուծումներն են, որոնք այդ բոլոր քայլերից հետո ճիշտ են ընտրվել։ Եվ ինչպես նշեցիք, ես ամեն շաբաթ ինքս գնում եմ եւ հետևում եմ նաեւ աշխատանքների ընթացքին։ Այս ամբողջ ընթացքում կարող եմ պատասխանատվությամբ հայտարարել, որ որևէ օր եւ որևէ ժամ չի փակվել հուշահամալիրը, այն բաց է այցելությունների համար։ Իհարկե գնում են, ես վաղ առավոտյան եմ գնում, այդ ժամին նույնիսկ երբեմն տեսնում եմ այցելուների, այնպես որ ովքեր որ ցանկություն ունեն գնալու, կարող են գնալ, ինչպես եւ նախկինում ամեն օր հուշահամալիրը բաց է, թանգարանը բաց է, ընդունում է այցելուներին սահմանված ժամերին եւ մենք բնականաբար աշխատանքները կազմակերպել ենք այնպես, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ այս պահին սկսված աշխատանքները ավարտված լինեն, ինչը նշանակում է, որ հուշահամալիրը կբերվի այդ պահի համար պատշաճ տեսքի ապրիլի 24-ին ընդառաջ եւ դրանից հետո արդեն կլինի քննարկում հաջորդ մույթերի հետ կապված աշխատանքները իրականացնելու մասով։ Պետք է ասեմ, որ շատ մեծ ծավալի աշխատանք է արվել եւ վստահ եմ, որ այս որակով աշխատանքը անելուց հետո տևական ժամանակ հուշահամալիրը կգտնվի ապահով վիճակում։ Նույնը չեմ կարող ասել ցավոք միջև վերականգնման աշխատանքները եղած վիճակի համար։ Հիմա էլ մեր քաղաքացիները, եթե ուշադիր լինեն այցելելուց, այն 3 մույթերը, որտեղ մենք աշխատանք ենք անում, եթե դիտարկեն դրանցից մնացած մյուսները, ապա կարող են տեսնել, որ էական վնասվածքներ ունեն եւ նույնիսկ երբեմն այնպիսի վտանգավորության աստիճանի, որ սալերը կարող են օրինակ պոկվել եւ ընկնել որևէ մեկի վրա, իսկ դրանք հսկայական ծանրություն ունեցող քարաբեկորներ են եւ վստահաբար շատ լուրջ վտանգ են ներկայացնում։ Եթե ինչ-որ մեկը աղմուկից խուսափելով, պատասխանատվությունից խուսափելով ուղղակի դրա կողքով կանցներ, մենք այդպես չենք վարվել, դա մեր կարևորագույն հուշահամալիրն է եւ փորձում ենք ամբողջ պատասխանատվությամբ դա վերել պատշաճ տեսքի։ Տիկին Անդրեասյան, սա առաջին դեպքը չէ, որ տեսնում ենք ազգային նշանակության որևէ կառույցում ինչ-որ շինարարական աշխատանքներ են ընթանում կամ վերականգնողական ու նման աղմուկ է բարձրանում։ Մենք մի քանի օրինակ կարող եմ վերջին նշել, որ նույն Կիրանցի եկեղեցու խաչը, Եռաբլուրի տանող ճանապարհի այդ սալիկապատումը, որ ընդդիմությունը կրկին որակեց, որ Ադրբեջանի պահանջով հիմա էլ քանդում են Եռաբլուրը, այսպես շարունակ, եթե կհիշեք ազգային ժողովի պատից անգամ, երբ որ գերբի իջեցվել էր էլի վերականգնման որոշակի աշխատանքների համար, այդպես դա էլ շահարկվեց հատկապես խորհրդարանական ընդդիմության կողմից։ Հիմա ուզում եմ հասկանալ, սա տեղավորվում է հիբրիդային պատերազմի մեջ, եթե չէ, ապա ում է պետք է կարճաժամկետ աղմուկը, եթե իրականությունը լրիվ այլ տեղ է։ Իրականում կարծում եմ ամբողջությամբ տեղավորվում է հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ, որտեղ մոտիվը չի փոխվում, այսինքն մոտիվը միշտ նույնն է, այսպես ապազգային լինելու ինչ որ մի տրամաբանությամբ շահարկել տեղի ունեցող իրականում ազգային գործընթացները, ինչու եմ ասում, որովհետև
Քանի հոգի գիտեին, որ Կիրանցում նոր դպրոցի կողքը եկեղեցի կա։ Քանի դեռ մենք չէինք սկսել այն վերականգնել։ Խորհրդային տարիներին այդտեղ պահեստ էր։ Մենք նախկին պահեստ ծառայած եկեղեցին վերականգնում ենք եւ վերադարձնում ենք հանրությանը, որպես եկեղեցի ծառայելու։ Ինչպես անվանել սա, եթե ոչ հենց ազգային գործընթաց։ Եթե կա ինչ-որ մեկը, որ դա կանվանի ապազգային, ապա այստեղ արդեն ձեր ասած բոլոր փաստարկները ու մտահոգությունները ավելի քան տեղին են դառնում։ Կամ ինչպես վերաբերել նրան, որ ոսկեպարի եկեղեցին, որի տանիքի հետ կապված լուրջ խնդիրներ ունեինք, վերանորոգում ենք եւ ակնհայտ է, չէ, որ վերանորոգման ժամանակ խաչը պետք է հանվի, աշխատանքը արվի եւ հետո տեղադրվի։ Ինչ նպատակ է հետապնդում այդ տեխնիկական աշխատանքի իրականացման ժամանակ հենց այդ ուրեմն տեսանյութը նկարել եւ տարածել։ Սա ուղիղ հիբրիդային պատերազմ է, որովհետեւ յուրաքանչյուր ռացիոնալ մարդ գիտի, որ վերականգնումը կոնկրետ տրամաբանություն ունեցող գործընթաց է։ Եվ եթե ինչ-որ մեկը այդ գործընթացի կեսից 30%-ից հետո, 40%-ից հետո շատ կոնկրետ նպատակով մոնտաժում, տեսանյութ է տարածում, սա հենց հիբրիդային պատերազմի ուղիղ դրսևորում է եւ կարծում եմ մենք էլ պետք է բավարար իրազեկված լինենք եւ բավարար իրազեկենք մարդկանց եւ այստեղ ես տեսնում եմ մեր հիմնական անելիքը, որովհետեւ պետական մարմինները կարիք ունեն շատ ավելի մեծ ծավալով իրազեկման աշխատանքներ իրականացնել իրենց կողմից ձեռնարկվող քայլերի մասին։ Որովհետև երբեմն հանրության մոտ էլ այդ զայրույթը առաջանում է, միջև որ իրենք ինֆորմացիա են ստանում, հասկանում են, որ խոսքը ոչ այնքան քանդելու մասին է, որքան վերանորոգելու, բայց ամեն դեպքում այդ աղմուկը ինչ որ ձևով հասնում է մարդկանց։ Այո։ Եվ եթե մենք լինենք ավելի ակտիվ, ավելի նախաձեռնող ու ավելի մեծ ծավալով տեղեկատվությունը տարածենք, գուցե ապա տեղեկատվությունն էլ այդ թվում միտումնավոր ապա տեղեկատվությունը ավելի փոքր ծավալներ կգտնի։ Ամեն դեպքում ես ճիշտ եմ հասկանում Տիկին Անդրեասյան, որ նաև վերցրել են հիմնականում վախերը, էմոցիոնալ կետերը, նույն ցեղասպանության թեման, որ այդքան շահարկվում է, հուշահամալիրը, եռաբլուրը, եկեղեցին, ինչու ոչ։ Այո։ Ես կարծում եմ, որ այդ թիրախները շատ կոնկրետ ընտրված են մարդկանց էմոցիոնալ գիտակցության, էմոցիոնալ հիշողության կարևոր կետերին հարվածելու համար եւ սա էլ հիբրիդային պատերազմի դրսևորումներից մեկն է, որովհետեւ հիբրիդային պատերազմը նշանակալի թիրախներին պիտի հարվածի, որպեսզի ազդեցություն ունենա։ Նշանակալի թիրախներն էլ բնականաբար տեսանելի են, թե որոնք են մեր հանրության համար։ Ես կարծում եմ, որ շատ մտածված գրոհ է իրականացվում, ընդ որում հետևողականորեն մի կողմ դնելով այն աշխատանքը, որը արվում է։ Նույն հուշարձանների մասին էինք խոսում։ Մենք ավելի քան ութնապատկել ենք բյուջեն հուշարձանների վերականգնմանը հատկացվող 2018-ից սկսած։ Միայն տարբեր եկեղեցիների եւ վանական համալիրների վերականգնման համար պետությունը հատկացրել է ավելի քան 1.6 միլիարդ դրամ։ Ինչի մասին է սա։ Մենք 91 միլիարդ ենք տալիս Մատենադարանի համար միայն այս տարի ձեռք ենք բերում հազվագյուտ ձեռագիր կրոնական բնույթի։ Նույն տրամաբանությամբ նախորդ տարի նույնպես գնել էինք միջնադարի հազվագյուտ ավետարան։ Այս տարի նաև հասցրեցինք գնել 175 միլիոն դրամով Փաթյա եկեղեցու փեղկ դռան միջնադարյան եւ դա ուրեմն Մեծ Բրիտանիայից կտեղափոխվի Հայաստան, կցուցադրվի պատմության թանգարանում։ Սրանք փաստեր են, որևէ մեկի մեկնաբանության կարիքը չունեն։ Մարդիկ կարող են ուղղակի դրանք դնել իրար կողքի եւ տեսնել, թե մեր մշակութային արժեքների պաշտպանության, մեր մշակութային արժեքների տեսանելիության, այդպես խոսում են մեր ժառանգությունից։ Մեր երկիրը շուրջ 30 տարի 90-ականներից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկերում ոչ մի հայտ չէր ներկայացրել մեր որևէ հուշարձանի։ Հիմա ներկայացվում է Տիկին Հիմա ներկայացվում են եւ մենք վերջին 2 տարում արդեն 3 հուշարձան ենք ներկայացրել։ Մենք ընդամենը 4 հուշարձան ունեինք նախնական ցանկերում 90-ականներին տրված, դրանից հետո ունեցել ենք 30 տարվա դադար եւ հիմա նախարարության հետևողական ինստիտուցիոնալ աշխատանքի շնորհիվ
արդեն եւս 3 հուշարձան ներկայացրել են։ Երևանի Ուրարտական ժառանգությունն է, Գառնու համալիրը եւ Քարերի սիմֆոնիան որպես մեկ ամբողջական հայտ եւ Տիրինկատարի վիշապաքարերի համալիրն է, որը շատ հետաքրքիր էլի հուշարձան է, ընդ որում բոլորը վկայում են Հայաստանում հնագույն մշակութային ժառանգության վերաբերյալ եւ սա հետեւողական աշխատանք է, որտեղ այդ յուրաքանչյուր հայտի պատրաստումը նշանակում է հետազոտություններ, հոդվածներ, ուսումնասիրություններ, պեղումներ եւ միայն դրա արդյունքում է, որ հնարավոր է այդ հայտերը ներկայացնել եւ մենք շարունակում ենք դա նաև ոչ նյութական մշակութային ժառանգության, օրինակ Գյումրու դարբնության ավանդույթը ներկայացրեցինք, հիմա աշխատում ենք Վարդավառի հայտի վրա, որպեսզի դա նույնպես առանձին որպես ոչ նյութական մշակութային ժառանգության հայտ ներկայացվի։ Սա շարունակական աշխատանք է, երևի նաև մենք պիտի սրա մասին ավելի շատ խոսենք, որ մարդիկ տեսնեն, որ մշակութային ժառանգության վերաբերյալ պետական հոգացությունն ու խնամքը բազմապատկվել է եւ դա ունենում է կոնկրետ արդյունք։ Ոչ միայն մշակութային ժառանգության, Տիկին Անդրեասյան, կարծես թե շեշտադրումը շատ ավելի շատ մարզերի վրա է դրված, այսպես ասած, մարզերի մշակութային կյանքը երբևէ այսքան ակտիվ չէր եղել, ուզում եմ հասկանալ որն է նպատակը եւ դրանով նաեւ ինչ խնդիր եք լուծում։ Շատ կոնկրետ նպատակ ունենք, երբ որ մենք ասում ենք, որ մեր քաղաքացիները պիտի լավ ապրեն, լավ ապրելու մեջ մտնում է նաեւ հասանելիությունը մշակութային կյանքի, որովհետեւ քաղաքացին պետք է ունենա որակյալ ժամանց, քաղաքացին պետք է ունենա հնարավորություն այցելելու մշակութային վայրեր ու միջոցառումներ։ Այսինքն փորձում եք համաչափ ինչ-որ իմաստով, որովհետև ի սկզբանե հիմնականում նման միջոցառումներ կարելի էր տեսնել միայն Երևանում, հիմա հաճելիորեն համերգները, թատերական ներկայացումները տեղափոխվել են մարզեր։ Այո, մենք սա դարձրել ենք կանոն։ Մեր բոլոր թատրոնների, համերգասրահների հետ կնքվող պայմանագրերում պարտադիր կետ ենք դարձրել, որպեսզի նրանք անպայման ունենան մարզային շրջագայություններ, հյուրախաղեր եւ մեծ շեշտադրում ենք անում, որպեսզի դա տեղի ունենա։ Օրինակ, այս տարի օպերային թատրոնը իր նոր խաղաշրջանը սկսեց Ստեփանավանից, համազգային թատրոններ հյուրախաղերով տարբեր մարզերում, Ստանիսլավսկու թատրոնը նույնպես իր խաղաշրջանը սկսեց մարզերից, Վանաձորից։ Մենք մեծ ծավալի փառատոններ ենք կազմակերպում, տարաբնույթ միջոցառումներ մշակութային, միայն ֆեստիվալ զբոսաշրջային փառատոնը, որի ի դեպ առաջին անգամ նաև ձմեռային ֆորմատով կլինի Ջերմուկում հունվարի 3-ին, ավելի քան 60,000 մարդ է մասնակցել։ Մարդիկ են, որոնք գնում են ոչ միայն մշակութային միջոցառման մասնակցելու, այլև բացահայտում են Հայաստանը։ Ես սա շատ եմ կարևորում։ Մենք իրականում մեր երկիրը վատ գիտենք։ Մենք մեր երկիրը գիտենք մի քանի ստանդարտ երթուղիների շրջանակում։ Գառնի, Գեղարդ, Սևան, Ծաղկաձոր, չգիտեմ։ Մի քանի բան է, որ կարող ենք թվարկել մեկ ձեռքի մատների վրա, բայց մեր երկիրը շատ բազմազան է, շատ հարուստ է տարաբնույթ, թե բնության, թե մշակույթի հուշարձաններով, մարդկանցով, սովորույթներով, որոնք տեսնելը առաջին հերթին մեզ է կարևոր, մենք պիտի ճանաչենք մեր երկիրը։ Այդքան խոսում ենք հայրենասիրությունից, բայց երբեք չենք մտածում, որ այդ հայրենասիրության հիմքում պիտի լինի մեր հայրենաճանաչությունը եւ ես շատ կարևորում եմ մեր այս բոլոր միջոցառումները, նաեւ նրանով, որ գիտեք, օրինակ նույն իհարկե մշակույթի մասին չի, այլ սպորտի վարչապետի գավաթի մրցաշարերը, որ մենք կազմակերպում ենք եւ ճամբարային ձևաչափ ունենք, երեխաները նախորդ օրը գալիս են տարբեր մարզերից միասին հավաքվում են եւ հաջորդ օրը արդեն բուն մրցումն է։ Գիտեք, այնքան է լինում, որ օրինակ, չգիտեմ, հավաքվում ենք Աղվերանում, երեխաներ կան, առաջին անգամ են այդտեղ լինում։ Հավաքվում ենք Սևանում, առաջին անգամ են այդտեղ լինում, օրինակ Սյունիքից, Շիրակից։ Գիտեք, սա մի բան է, որը մեզ համար իրոք պիտի խնդիր դառնա։ Մեր ներսում մարդիկ պիտի շատ ճամփորդեն, պիտի իսկապես բացահայտեն մեր երկիրը եւ կարծում եմ, որ մշակույթը դրա համար լավագույն հնարավորությունն է ընձեռում։
Տիկին Անդրեասյան, բանալի բառ ասացիք հայրենասիրություն, վերջին շրջանում գիտեք հատկապես ընդդիմադիր շրջանակները, որքան շատ են հայրենասիրություն բառը օգտագործում, ազգային արժեքներ, ազգային ավանդույթներ, հիմնականում ձեր իշխանությանը, կառավարությանը նաև մեղադրում են, որ ամեն ինչ անում եք ջանք չեք խնայում, որ մենք մոռանանք հայրենասիրությունը, նույն իրական Հայաստան կոնցեպտը շատ էմոցիոնալ եւ աղմկոտ ընդունվեց, նաև Հայաստանի հայոց պատմությունը փոխարինել Հայաստանի պատմությամբ եւ այսպես շարունակ։ Հիմա ինչպես հասկանալ, այսինքն այդ հայրենասիրության կոնցեպտն էլ էլի ինչպես հասկանալ, որտեղ է իրականությունը, որտեղ է արդեն այդ պաթետիկ իրականությունը, որը մենք ուզում ենք մեզ համար հաճելի լինի կամ ընկալելի լինի, օրինակ շատ մարդիկ ասում են դուք Հայաստանի պատմություն այդ գրքով, դասագրքով պարտադրում եք, որ մոռանանք անցյալը, պատմությունը, մուշը, վանը գիտեք, հիմա ուժեր կան, որ միջև հիմա քարոզում են, որ անգամ վերադառնալու ենք եւ այսպես շարունակ։ Հիմա հասկանանք որն է այդ հայրենասիրության կոնցեպտը նաև ձեր պատկերացմամբ եւ նաև ինչպիսի կոնցեպտ են սերմանում աշակերտներին, ուսանողներին այսօր այդ դասագրքերը։ Գիտեք, ես տեսել եմ այդ հայրենասիրությունը, այսպես կոչված։ Այդ հայրենասիրությունը ես տեսել եմ մեր քարուքանդ դպրոցներում, որտեղ կենացների պակաս չկա, պաթոսի պակաս չկա, կա մեր երեխաների հանդեպ պատշաճ վերաբերմունքի տոտալ բացակայություն, որտեղ որևէ մեկով խոսում է հայրենասիրությունից եւ թույլ է տալիս, որ մեր երեխաները մտնեն մի շենք, որը անվտանգ չի իրենց համար։ Ֆիզիկական անվտանգության մասին եմ խոսում։ Ինձ համար դրանք փուչ խոսքեր են։ Հայրենասիրությունը գործն է, որը պետք է արվի տեղերում։ Հայրենասիրությունը այդ գործի ուղիղ արտահայտությունը դպրոցաշինությունն է։ Ընդ որում այստեղ էլ ուզում եմ ասել, դպրոցաշինությունը կոնկրետ ստանդարտով։ Մենք տեսել ենք շենքեր, որոնք արվել են այն օրինակ բարեգործական միջոցներով եւ կոչվել են դպրոց, չունենալով մարզադահլիճ, չունենալով հանդիսությունների սրահ, չունենալով պատշաճ չափի դասասենյակներ, չունենալով որևէ ֆունկցիոնալ ենթակառուցվածք լաբորատորիաների գրադարանի համար։ Պատկերացրեք հիմա այս տաղավարը անվանեինք դպրոց, գիպսակարտոնից պատերով կիսեինք մի քանի մասի, ցուցանակը ամրացնեինք եւ երեխաներին հրավիրեինք այստեղ իրենց դասերը անցկացնելու։ Մոտավորապես այսպիսի դպրոցաշինություն ենք մենք տեսել, որի հետ գործ ենք ունենում հիմա, երբ որ բոլոր շենքերը ուսումնասիրում ենք, եւ ինձ համար դա կոնկրետ ցուցիչ է հայրենասիրությունը, որի մասին խոսում են։ Եղել է թե ոչ, չի եղել։ Որտեւ այդ հայրենասիրությունը եղել է միայն պլակատների վրա, պատերին, կենացների մակարդակում եւ հնարավոր է դարձրել օրինակ այդպիսի ուրեմն պայմանները մեր երեխաների համար։ Հայրենասիրությունը կոնկրետ դրսևորում ունի։ Մենք ունենք մի հայրենիք, դա մեր պետությունն է, եւ մենք պետք է կարողանանք մեր բովանդակությունը, այդ թվում կրթական բովանդակությունը վերաիմաստավորել մեր պետության, Հայաստանի Հանրապետության գոյության հարատևության տեսանկյունից։ Հայաստանի պատմությունը լուծում է այդ խնդիրը, այսինքն այդ պատմությունը ինչ է սովորացնում, այդ դասագիրքը, որ չէր սովորացնում օրինակ, նույն հայոց պատմության դասագիրքը։ Գիտեք, այդ դասագիրքը ունի շատ կոնկրետ նպատակ եւ առարկան որպես այդպեսին։ Մեր պատմության ուսուցանման միջոցով ձևավորել պատմական մտածողություն երեխաների մոտ, որը նրանց թույլ է տալիս տարբեր աղբյուրներ կարդալ, ուսումնասիրել, վերլուծել, ինքնուրույն եզրահանգումներ անել եւ ընդ որում այդ եզրահանգումները անել այսօրվա Հայաստանի Հանրապետության դիրքից։ Դա նշանակում է, որ անցյալի յուրաքանչյուր իրադարձություն պետք է կարողանանք վերլուծել ու հասկանալ, ինչքանով է դա նպաստել պետականության զարգացմանը, պետության ամրապնդմանը, նպաստել է դրան, թե չի նպաստել, եւ սա նշանակում է, որ մեր երեխաները ոչ միայն ուղղակի պիտի իմանան պատմությունը, ինչպես օրինակ նախկինում շատ հաճախ դա տարածված էր, որպես փաստերի եւ թվերի անգիր հավաքածու, այլ պետք է փորձեն վերլուծել պատճառահետևանքային կապերը, պետք է փորձեն հասկանալ տարբեր երևույթների միջև կապը եւ ընդ որում դա անեն Հայաստանի այսօրվա դիրքից, Հայաստանի Հանրապետությունը որպես առանցք ունենալու։ Իսկ սա նշանակում է, որ պիտի շատ ավելի լավ իմանան պատմությունը, քան մինչև այս, եւ պետք է իմանան ամբողջ խորությամբ ու բոլոր շերտերով, ու բոլոր այն պնդումները, թե Հայաստանի պատմությունը բաց է թողնելու որևէ դրվագ մեր պատմությունից,
ամբողջությամբ հերյուրանք է։ Հակառակը մենք պետք է շատ լավ իմանանք մեր պատմության բոլոր դրվագները, որովհետև միայն մեր պատմության բոլոր դրվագների մանրամասն իմացությունն է, որ մեզ տալու է նաև բավարար գիտելիք այսօրվա իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու։ Իսկ ինչպիսի հայրենասիրության մոդել է փոխանցում, այսպես ասեմ, աշակերտին, նույն Հայաստանի պատմությունը, որովհետև հայոց պատմության դեպքում էլ մենք գիտենք, էլի ասում եմ, նաև ուսուցիչներ, որոշ շատ ջատագովում էին այդ անցյալի հետ կապված դրվագները, կտրված չէին, ասում էին, որ այո, վերադառնալու ենք, հետ ենք բերելու։ Հիմա ինչ է փոխվել այդ առումով նաև։ Ես կարծում եմ, որ այդ հայրենասիրությունը իրական հայրենասիրությունն է, որտեղ դու կենտրոնում դնում ես սեփական պետությունը, փորձում ես հասկանալ պետության շահը եւ փորձում ես պատկերացնել նաև թե պետության շահը իրացնելու տեսանկյունից ինչ քայլերի կարիք կա։ Սա է հայրենասիրությունը, երբ որ յուրաքանչյուր մարդ իրեն առաջին հերթին դիտարկում է իբրև այս պետության քաղաքացի եւ փորձում է սեփական վարքի եւ մյուսների հետ հարաբերությունների մեջ տեսնել, արդյոք այն ինչ ինքը անում է նպաստում է պետության զարգացմանը, թե ոչ։ Ընդ որում ես շատ կարևորում եմ, որ այդ հայրենասիրությունը տանջվելու եւ տառապելու մասին չի։ Ես սա շատ եմ կարևորում, մեր երեխաները պետք է հասկանան, որ սեփական պետության ներսում հնարավոր է եւ պետք է երջանիկ լինել։ Ապրել, արարել։ Հայաստանի Հանրապետությունը երջանիկ լինելու վայր է եւ այստեղ յուրաքանչյուր անձ պետք է կարողանա իրեն դրսեւորել, զարգացնել իր բոլոր նախասիրությունները, իր տաղանդները, իսկ մենք համոզված ենք եւ կրթության ռազմավարությունն ասում է, որ մեր յուրաքանչյուր երեխա տաղանդավոր է եւ պետք է կարողանա իր սեփական երկրում լավ զգալ եւ իր լավ կրթությամբ, իր լավ աշխատանքով, լավ ապրելով նաեւ կառուցել լավ պետություն։ Որ փուլում է նաև ուսուցիչների ատեստավորումը։ Այս դեպքում էլ էլի շատ աղմկոտ ընդունվեց, կհիշեք, ուսուցիչները անգամ բոյկոտում էին նախարարության դիմաց եւ այսպես շարունակ։ Հիմա ունեք հստակ վիճակագրություն, թե քանի ուսուցիչ է ընդհանուր առմամբ անցել ատեստավորում եւ դա նաև նպաստել է կրթության որակի բարձրացման վրա։ Իհարկե ունենք վիճակագրություն, այսօր արդեն մեր երկրում յուրաքանչյուր երրորդ ուսուցիչը ատեստավորումը հաջողությամբ հաղթահարել է, ավելի քան 9100 մարդ։ Եվ սա իսկապես շատ լավ ցուցանիշ է, որովհետև դուք ճիշտ եք նշում, որ այս գործընթացն էլ հեշտ չէր եւ բազմաթիվ հարցադրումներ ու քննարկումներ կային, ու ես շատ ուրախ եմ արձանագրել, որ մենք մեր ուսուցիչների հետ միասին անընդհատ լավարկելով գործընթացը, ընդ որում դա չի կանգ առնում։ Ես այստեղ էլ ձեր մոտ գալիս եմ ուսուցիչների հետ հանդիպումից։ Մենք էլի քննարկում էինք ինչպես լավարկել կամավոր ատեստավորման գործընթացը եւ այդ գործընթացում մենք միշտ մի խմբով ենք լսում ենք եւ փորձում ենք հետեւություններ անել, բայց այսօր ունենք արդեն իրավիճակ, որ կամավոր ատեստավորումը փոխել է ավելի քան 9100 ուսուցչի վարձատրության համակարգը, նպաստել է նրանց մասնագիտական զարգացմանը, իսկ ինչպես է ազդել մեր երեխաների կրթության որակի վրա, դա մենք իմանանք առաջիկայում, որտեղ նման առանձին հետազոտություն ենք պլանավորում։ 300 դպրոց 500 մանկապարտեզ Տիկին Անդրեասյան, սրանից էլ խոսենք, գիտեք, քաղաքական ուժ դառնալու հավակնություններ ունեցող շարժում կա, որ ակտիվ քննադատում է, ասում է այս կառավարությունը դպրոց, մանկապարտեզ եւ ճանապարհ կառուցելուց բացի այլ բան չգիտի, բայց ամեն դեպքում հասկանանք, թե ինչու էր սա ձեր կառավարության համար առաջնահերթություն եւ ուր ենք հասել, քանի որ տարվա վերջը ամփոփում ենք տարին ամփոփելու տրամաբանության մեջ, արդյոք մենք կարող ենք ասել, որ ամբողջապես 300 դպրոց, 500 մանկապարտեզ այսօր իրականություն է։ Այսօր իրականություն է, որը գտնվում է process-ում, որովհետև մենք ունենք ավարտված դպրոցներ եւ մանկապարտեզներ եւ ընթացքում գտնվողներ, եւ այս գործընթացը մեզ տալիս է վստահություն, որ մենք ինչպես եւ պլանավորել էինք 2026-ի ավարտին կունենանք ավելի քան 300 դպրոց, 308 դպրոցներ եւ 500 մանկապարտեզներ եւ նախակրթարաններ։ Շատ մեծ թիմ աշխատում է, որպեսզի դա դառնա իրականություն։ Մեր նախարարությունը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, քաղաքաշինության կոմիտեն, տարածքային զարգացման հիմնադրամը, այս ամենը համակարգում է փոխվարչապետի գրասենյակը եւ այս մեծ թիմով իսկապես շուրջօրյա աշխատանք է արվում։ Եվ գիտեք ովքեր որ մեզ քննադատում են, որ դպրոց կամ մանկապարտեզ կառուցելուց բացի այլ բան չգիտենք, դա քննադատություն չի, դա կոմպլիմենտ է, որտեղ դպրոց կառուցել իմանալը նշանակում է, որ դու շատ բան ես պատկերացնում, շատ բան ես
սովորել եւ կարողանում ես անել։ Դպրոցը ամենևին պարզ տեղ չի։ Դպրոց կառուցելը նշանակում է, որ դու բովանդակությունն ես պատկերացնում։ Պատկերացնում ես, որ երեխան առավոտյան մտնում է այդտեղ եւ պիտի դա լինի մի վայր, որտեղից չի ուզում գնալ տուն։ Եվ հետեւաբար, եթե մենք գիտենք ինչպես դպրոց կառուցել, իսկ մենք դա սովորել ենք եւ կարող եմ այսօր արդեն ասել, որ հասել ենք մի փուլի, որ կառուցում ենք դպրոցներ, որոնք իսկապես սիրված են երեխաների կողմից։ Ես այսօր գալիս եմ հենց նման մի դպրոցից, Լուսակնի դպրոցից, եւ գիտեք, գնացել ենք այնտեղ ժամանակ առ ժամանակ այցելում ենք նորակառույց դպրոցներ, որպեսզի նաև տեսնենք ինչպես են դրանք զարգանում։ Եվ այն օրինակ, ինչ ես այսօր տեսա Լուսակնի դպրոցում, ինձ ցույց է տալիս, որ այդ ստեղծված միջավայրն ու շենքը նաև մեր երեխաների համար դառնում է հնարավորություն։ Եվ այսօր նրանք ցույց են տալիս բեմից այն, ինչ սովորել են եւ ինչ սովորում են։ Իսկ դա նշանակում է արդեն, որ իրենք ունենալու են շատ ավելի լայն հնարավորություններ, իրանք այսօր արդեն ունեն շատ ավելի լայն հնարավորություններ, քան եղել է մինչ այս, իսկ դա առաջին հերթին զարգացման նախապայման է։ Իսկ քանի որ հաճախ մարզերում լինում եք, հենց բացումներին մասնակցում եք, շփվում եք հասարակության լայն շերտերի հետ, հատկապես ծնողների հետ, ովքեր երեխաներին պիտի ճանապարհեն հետագայում այդ մանկապարտեզները, դպրոցները, արձագանքները ինչպիսին են, իրենց արձագանքները նաև հետաքրքիր եւ նաև երեխաների արձագանքները, ինչու՞ չէ, եթե այդպիսիք եղել են։ Գիտեք, իսկապես արձագանքները շատ դրական են եւ պետք է ասեմ, որ հատկապես գյուղական բնակավայրերում կառուցված դպրոցներն ու մանկապարտեզները այդտեղ կյանքի որակ են փոխում։ Եվ ամենաշատը իմ ուշադրությունը գրավում է մի հանգամանք, թե ինչպես են բոլորը նշում, որ նույնիսկ իրենք չէին ակնկալում, որ երեխաները նման խնամքով կվերաբերեն իրենց միջավայրին։ Ես հիշում եմ օրինակ Հագվի դպրոցի տնօրենի հետ իմ խոսակցությունը, երբ որ մենք խոսում էինք, գիտեք, դպրոցներին կից ֆուտբոլի դաշտեր ենք կառուցում եւ ասում էի պիտի այնպես անենք, որ երեխաները դասերից հետո էլ խաղան, դա ամբողջ օրը օգտագործեն եւ տնօրենը ինձ պատմում էր, որ ամառը նույնիսկ մինչև կեսգիշեր երեխաները խաղում են եւ հետո խնամքով գնդակը դնում են, դուռը ծածկում եւ գնում են, որպեսզի հաջորդ օր վերադառնան իրենց ժամանցը տեղ կազմակերպելու։ Սա կարծում եմ ամենահրաշալի վկայությունն է, որ մի միջավայր ձևավորվում է, պետությունը մի ներդրում անում է եւ հետո համայնքը դա զարգացնում է, որտեղ իրականում այդ հնարավորությունները առաջին հերթին հնարավորություններ են մեր երեխաների համար եւ իրենք այդ միջավայրը տեսնելով, այդ հնարավորությունները ունենալով վստահ եմ, որ վաղը փոխելու են նաեւ իրենց բնակավայրը, որտեղ եթե Հագվին ունի նման դպրոց, Հագվին ուրեմն կարող է ունենալ նաեւ բոլորովին այլ որակի ենթակառուցվածքներ, զարգացման ծրագրեր եւ այդ գաղափարները ծնվելու են հենց այդ դպրոցում, հենց այն երեխաների կողմից, ովքեր այսօր այդ դպրոցում սովորում են։ Իդեպ արտագաղթի հիմնական պատճառներից մեկը գյուղական համայնքներից հենց դա է եղել, որ դպրոց չի եղել, մանկապարտեզ չի եղել ու այսպես շարունակ, բայց շատ կուզենամ նաև խաղաղության օրակարգից խոսենք։ Օգոստոսի 8-ից հետո գիտենք, որ երկրում այլ իրողություն է, այսպես ասած, արդեն խաղաղություն է, ինչպես վարչապետն է սիրում ասել, խաղաղությունը արդեն եկել է, որը խնամքի կարիք ունի իհարկե։ Մշակույթի, կրթության դերը հասկանում ենք, որ այս առումով շատ մեծ է։ Ընդհանուր առմամբ նախարարությունը հասկանում է այդ դերակատարումը որքանով մեծ է եւ արդյոք ինչպես եք պատկերացնում նաեւ հանրության հետ աշխատանքը, մշակույթի լեզվով, կրթության լեզվով, այսինքն ինչպես պիտի հանրությանը պատրաստել խաղաղության, որովհետեւ մենք մի հասարակություն ենք, որը գաղտնիք չեմ ասի, եթե ասեմ տարիներով ապրել ենք պատերազմի մեջ եւ ավելի շատ սովոր ենք այդպես հարևաններին ընկալել ավելի շատ որպես թշնամի, քան հարևան, էլ չասեմ որոշ դեպքերում անգամ բարեկամ։ Հիմա ինչպես պիտի այդ աշխատանքը տարվի, դուք արդեն պատկերացնում եք նաեւ թե նախարարության անելիքը եւ բեռը այդ ուսերին, որ կա նախարարության, որքան մեծ է։ Իհարկե, ես մեր նախարարության տիրույթում գտնվող աշխատանքը շատ կարևոր առանցքային եմ համարում խաղաղության ինստիտուցիոնալացման համար, որովհետև խաղաղության հանդեպ խնամք ու հոգացություն ունենալը առաջին հերթին պիտի սկսվի դա ձևակերպելուց։ Ինչ ենք մենք հասկանում, երբ որ ասում ենք, որ խաղաղությունը պետք է ինստիտուցիոնալացվի, եւ կարծում եմ, որ դրա ձևակերպումն էլ լեգիտիմ կլինի ակնկալել այս ոլորտներից առնվազն մասամբ։
Եվ այդտեղ տեսնում եմ շատ մեծ անելիք, որտեղ հեշտ հարցեր չեն։ Դուք էլ ասեցիք, մենք տևական ժամանակ ապրել ենք մի պայմանում, որը խաղաղություն չի ենթադրել մեր մտքերում, մեր գործողություններում, մեր անելիքներում։ Մի օրում դա չի փոխվի։ Մենք պետք է ճիշտ ձևակերպենք մեր անելիքները եւ ճիշտ քայլերով գնանք առաջ։ Իհարկե, այստեղ ունենք անելիք կրթության բովանդակության վերանայման, մշակութային բովանդակության շեշտադրումների։ Ես պիտի հիշեցնեմ, որ մենք շրջանառեցինք իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության հայեցակարգը, որի հիմքում ընկած էր հենց այն հարցը, թե ինչ պիտի խրախուսենք եւ ինչպես որպես պետական քաղաքականություն։ Եվ կարծում եմ, որ այս խոսակցությունները բնականաբար այնուհետև պետք է դառնան գործիքներ, կոնկրետ քաղաքականության գործիքներ, որոնք կիրացվեն թե կրթական հաստատություններում, թե մշակույթի ոլորտում եւ թե նաեւ մյուս բոլոր ոլորտներում, որոնք արդեն կդառնան շահառու այդ գործընթացի։ Տիկին Անդրեասյան, քանի որ ժամանակը սուղ է, շատ կուզենամ խոսենք նաև ակադեմիական քաղաքից, գիտեմ, որ աշխատանքները արդեն գործնական փուլ են մտել, նախ կխնդրեմ ներկայացնել, թե ինչի մասին է խոսքը գործնական փուլ ասելով, այսինքն գետնի վրա արդեն աշխատանքները սկսվել են, նաև կուզենամ անդրադառնալ այն շահարկումներին, թեև ակադեմիական քաղաքը, եթե չեմ սխալվում, աշխատանքները 2030 թվականին են ավարտվելու, բայց արդեն սկսել են այսպես գուշակել, թե որ բուհում եք տալու, այդ բուհը ինչի է ծառայելու եւ այսպես շարունակ նախ բուհերի շենքերը արդյոք ծառայելու են էլի կրթական միջավայրին թե ոչ, թե այսինքն ինչպես ընդդիմությունը երբեմն շահարկում է տալու եք այս անհատին կամ անհատին ձեզ չի վերաբերվում մասնապես կառավարությանը եւ նաեւ ակադեմիական քաղաքի այս շինարարական փուլը ուր է հասել, ինչ է դա ենթադրում։ Դե արդեն անհաշիվ անգամներ հերքել ենք, բայց եւս մեկ անգամ ասեմ, որ բուհերի շենքերի հետ կապված որևէ վատ բաներ չեն պլանավորվում, դրանք շարունակելու են մնալ եւ ծառայել կրթությանը եւ գիտությանը եւ ավելի կոնկրետ ակադեմիական քաղաքին, որը լինելու է մեր բարձրագույն կրթության եւ գիտության ժամանակակից ու արդիական միջավայրը։ Եվ մենք հիմա գտնվում ենք շատ վճռորոշ փուլում, մասնավորապես եթե զուտ գետնի վրա աշխատանքներն ենք ասում, հենց հիմա ակադեմիական քաղաքում ընթանում են տարածքի մաքրման աշխատանքները եւ պեղումներ։ Այդտեղ մենք ունենք նաեւ հետաքրքիր հնագիտական բովանդակություն, մասնավորապես հնագույն բնակատեղի կա եւ հիմա պեղումները նաեւ ցույց են տալիս, որ բավական հետաքրքիր պատմամշակութային ժառանգության միջավայր կարող ենք ձևավորել, որ կարող է դառնալ ակադեմիական քաղաքի մասը։ Եվ օրինակ մեր հնագիտություն սովորող ուսանողները կարող են այնտեղ նաեւ պրակտիկա անցնել, ինչու ոչ։ Նաև հիմա այն փուլում ենք, որ կոնկրետ նախագծման աշխատանքներն են պլանավորվում ենթակառուցվածքների հետ կապված էլեկտրասյուների տեղափոխում, ոռոգման համակարգ, ճանապարհներ։ Իհարկե զուգահեռաբար ընթանում են բովանդակային աշխատանքները եւ ես կարծում եմ, որ առաջիկա ամիսներին մենք գլխավոր հատակագծի հաստատմամբ, քանի որ մեր միջազգային գործընկերների հետ էլ առանձնացրել ենք մինչև 2030 փուլը առաջին ուրեմն բաժնի աշխատանքները այսպես կոչված, իսկ դա տեխնոլոգիական կլաստերն է, 3600 ուսանողների համար նախատեսված կացարաններն են, բազմաֆունկցիոնալ մշակութային համերգասրահն է, այս բոլոր աշխատանքները կմեկնարկեն նախագծման եւ այնուհետեւ շինարարության ուղղություններով, ընդ որում հոկտեմբերի վերջին մենք կազմակերպեցինք ակադեմիական քաղաքի շուրջ միջազգային կոնֆերանս, որը պետք է ասեմ, որ շատ մեծ արձագանք է ստացել մեր տարբեր միջազգային գործընկերների կողմից։ Հիմա մեզ զանգում են աշխարհի տարբեր հեղինակավոր ճարտարապետական ընկերություններ, փորձում են սրամաս դառնալ, մասնակից դառնալ ծրագրի եւ ես կարծում եմ, որ իսկապես ակադեմիական քաղաքը որպես մեգա նախագիծ լինելու է մեր հանրային կյանքում նոր որակ բերող միջավայր։ Թեմայից դուրս չթողնենք նաև գիտությունը, գիտեք վերջում շրջանում սկսեցին ձեր կառավարությանը մեղադրել նաև, որ գիտության ֆինանսավորումը կրճատվում է 2026 թվականին, ամբողջ ընդդիմադիր մամուլը գրում էր, որ այս իշխանությունները, որ եկավ գիտության մասին այսպես բարձրագույն խոստումներով, որ գիտությունը պետք է զարգացնել, հիմա պետության համար այս բախտորոշ իրավիճակում որոշել է կրճատել ֆինանսավորումը։ Կմանրամասնեք ինչի մասին է խոսքը եւ արդյոք կիսում եք այս քննադատությունները։ Բացարձակապես չեմ կիսում։ Այս կառավարությունը մի կառավարություն է, որը 280%-ով ավելացրել է գիտության ֆինանսավորումը։
Այս կառավարությունը մի կառավարություն է, որի օրոք գիտնականների թիվը վերջապես սկսել է ոչ թե նվազել, այլ աճել, ընդ որում առաջին հերթին ի հաշիվ երիտասարդ գիտնականների։ Այս կառավարությունը մի կառավարություն է, որը 300%-ով միայն բարձրացրել է մինչև 300%-ով բազային վարձատրությունը եւ այսօր մենք ունենք նաեւ թեմատիկ հետազոտությունները նույնպես հաշվառելով գիտնականներ, որոնք ստանում են շուրջ 1 միլիոն մինչև 2 միլիոն դրամ վարձատրություն եւ սա բերել է նրան, որ մենք այսօր ունենք գիտնականներ, որ մասնավորից վերադառնում են պետական համակարգ աշխատելու որպես գիտնական։ Եվ ինչի մասին է խոսքը։ Մենք ունենք ուրեմն բյուջեում տարբեր հավելվածներ, որտեղ ներառված է մեր առաջիկա պլանավորված ֆինանսավորումը։ Մեր գործընկերները վերցրել են հավելվածներից ընդամենը մեկը, որում ներառված է գիտության ֆինանսավորման մի հատվածը։ Եվ այդտեղով մենք ապահովում ենք բոլոր ծրագրերի շարունակականությունը։ Բոլոր նոր ծրագրերի համար առանձին հավելվածներից մեկում, որը առաջնահերթությունների հավելվածն է, դրված է եւս 7.4 միլիարդ դրամ, որն ուղղված է լինելու բոլոր այն ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք տարվա ընթացքում ի հայտ կգան որպես նոր հասուն արդիական ծրագրեր եւ դրանք նույնպես կֆինանսավորվեն ըստ անհրաժեշտության։ Ես սա հատուկ եմ շեշտում, որովհետեւ ինչպես բազմիցս տարբեր մակարդակներում ասվել է եւ ասվում է, չի կարող լինել որևէ ծրագիր, որը արդիական է, պահանջված է, կարեւոր է եւ որը չի իրականացվի ֆինանսավորման բացակայության պատճառով։ Գիտությունը ֆինանսավորվում է ամբողջությամբ եւ 26-ին այդ ֆինանսավորումը կարող է լինել նույնիսկ ավելին, քան 25-ին։ Եվ Մեսրոպ Մաշտոցի նկարը նոր այբենարանից դուրս մնալը եւ նաեւ այդ հայոց գրերի գյուտի մասով այդ հավելված այդ հատվածը դուրս մնալը, այստեղ էլի քաղաքական շահարկումներ եղան, այդտեղ տեսան միտում, Տիկին Անդրեասյան, այդտեղ միտում կար թե չէ եւ ինչ սպասել նաեւ հաջորդ տարվա համար։ Միտում ընդհանրապես չկար։ Կար մեթոդական մոտեցում, որ առաջին դասարանի երեխաներ են եւ իրենք օրինակ ինչպես են ավելի լավ սովորում։ Օրինակ ավելի լավ սովորում են երգելով։ Եվ նոր դասագրքերի ֆորմատը հաշվի առնելով նոր դասագրքերում հնարավորություն էր տրվել առանձին ուրեմն թվային նյութ տեղադրել, որ ուսուցիչը կարող է դասարանում միացնել եւ երեխաները լսեն Մաշտոցի մասին, նաեւ միասին Այբուբենի մասին երգ սովորել շատ ավելի պատկերավոր ու լավ մտապահեն այդ կարևոր տեղեկատվությունը։ Հետո եղավ քննադատություն, որ թվային տիրույթում նյութերը իհարկե լավ են, սակայն ինչն է խանգարում, որպեսզի մենք դա ունենանք նաև տպված գրքի էջերում, ես կիսում եմ այդ կարծիքը եւ քանի որ այբենարանը ամեն տարի հրատարակվում է եւ նվիրվում է երեխաներին, բոլոր առաջին դասարանցիները նվեր են ստանում այբենարանը պետության կողմից, այդ թվում մասնավոր դպրոցների երեխաները, սեպտեմբերին տպագրվելիք այբենարաններում կարող են մեր քաղաքացիները անհոգ լինել, կլինի թե թվային տեղեկատվությունը եւ թե նաեւ տպագրված տեղեկատվությունը։ Տիկին Անդրեասյան, քիչ չեն եղել խոսակցությունները այն մասին, որ բուհերը այնուամենայնիվ շարունակում են մնալ քաղաքականացված, ընդհանուր առմամբ ուսանողները այսօր պաշտպանված են քաղաքականացվելուց եւ ինչի՞ չէ նաեւ այն քաղաքական մանիպուլյացիաներից, որ դաշտում կա, հիմա քիչ չենք տեսնում նաեւ, որ քաղաքական որոշ ուժեր, շարժումներ, հիմնադրամներ են բացում, խոստանում են ուսանողների վարձավճարը վճարել, նաեւ մենք տեսանք սեպտեմբերին, որ մեր ձևով շարժումը պայուսակներ էր բաժանում եւ այսպես շարունակ։ Այս առումով ուսանողը, աշակերտը որքանով են իրենք պաշտպանված այդ քաղաքականացվելուց եւ արդյոք տարբերում են բարեգործությունը այդ քաղաքական ամենատարբեր դրսևորումներից, ակցիաներից նախընտրական տրամաբանության մեջ, ինչու ոչ, եթե սա կարելի է նախընտրական տրամաբանության մեջ դիտարկել, սա կարելի է դիտարկել նաեւ որպես կաշառք։ Ես ուզում եմ զգուշացնել բոլոր նրանց, ովքեր նման մտադրություններ, ցանկություններ եւ նկրտումներ ունեն ուսանողներին, աշակերտներին, կրթական հաստատություններին որևէ ձևով ներքաշել իրենց քաղաքական օրակարգ։ Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս՝ մի արեք այդպես։ Մենք այս ընթացքում փոխել ենք բոլոր օրենքները եւ վերջինը բարձրագույն կրթության եւ գիտության օրենքներ, որ ուժի մեջ մտավ հոկտեմբերի 20-ից եւ ունենք բոլոր լծակները նմանատիպ քայլերի պարագայում օրենքի ուժով գնալ դրա հետևից, կլինի դա առանձին դասախոս, ով որ լսարանում ոչ թե իր գործով է զբաղվում, այլ զբաղվում է քարոզով կամ հակաքարոզով,
Կլինի դա որևէ կազմակերպություն, որը ինչ-ինչ նպատակներով, օրինակ, ուսանողներին կրթաթոշակ է փորձում բաժանել։ Մի արեք այդպես։ Օրենքը արգելում է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեությունը։ Օրենքը արգելում է ուսանողներին ու դասախոսներին ներգրավել այդ գործունեության մեջ, եւ եթե հատկապես դա քողարկվում է կրթական նպատակներով, այստեղ բոլորս շատ լավ ամեն ինչ հասկանում ենք, կարծում եմ, որ քաղաքականությունը պետք է մնա իր դաշտում եւ կրթական գործընթացներին խառնվելու պարագայում մենք կձեռնարկենք ամենախիստ քայլերը։ Ամբողջ գործիքակազմը դրա համար ներդրել ենք։ Եվ փորձեմ ամփոփել, քանի որ խոսեցիք օրենքի ուժից, տեսեք Սամվել Շահրամանյանը նախարարությանը նաև Նժդե Հովսեփյանի դատի է տվել, քանի որ գիտեք, գրքում տեղ է գտել այն հատվածը Լեռնային Ղարաբաղը լուծարելու վերաբերյալ եւ դա վերագրվել է Շահրամանյանին։ Նախ ընդհանուր առմամբ կուզենամ իմանալ, որ փուլում են այդ դատական process-ները եւ արդյոք չեք վախենում պարտվել Շահրամանյանին դատում։ Ես շատ քիչ բաներից եմ վախենում, դատական process-ներից ընդհանրապես չեմ վախենում, մեզ պատմության գրքերով արդեն չգիտեմ քանի դատական process-ի մեջ ենք, 7-րդ դասանի, 8-րդ, հիմա նաև 9-րդ դասանի պատմության դասագրքով։ Մենք իրավական երկրում ենք ապրում, կարծում եմ դատարանները կքննեն եւ կկայացնեն վճիռներ, ինչպես որ ճիշտ է, մենք էլ բնականաբար մեր լիազորությունների շրջանակում, եթե կբողոքարկենք, մեր օգտին չլինի, կգնանք հաջորդ քայլով մեր օգտին կլինի, կարծում եմ դա էլ լրացուցիչ հիմնավորում կլինի, որ ամբողջ գործընթացը արված է ըստ կանոնների։ Մնացածը գիտեք, ես իսկապես դատական բոլոր գործընթացներին հանգիստ եմ վերաբերում, երբ որ ուզում ես կառուցել իրավական պետություն, պետք է պատրաստ լինես, որ մարդիկ էլ տարբեր գործիքակազմեր պիտի օգտագործեն, որպեսզի ընդդիմանան կամ անհամաձայնություն հայտնեն որոշ process-ների հետ շատ լավ։ Դա նաև ժողովրդավարությունը պաշտպանելու ձև է, այս դատական process-ները եւ այլն, որովհետեւ մենք հիմա հակառակնել ենք տեսնում, թե բանտից ինչպես է օրինակ նույն Սամվել Կարապետյանը, Բագրատ Գալստանյանը դատական հայցերով օրվա մեջ շրջան կար 10 հոգու դեմ դատական հայց ներկայացնում, այսինքն իրենք փորձում են ժողովրդավարական գործիքներով նաև լրացնել մարդկանց ստացվում։ Ճիշտ է, որ այդպիսի փորձեր էլ կարող են արվել, բայց միևնույն է դա չի չեղարկում ժողովրդավարության կարևորությունը։ Ես համոզված եմ, որ իրավական գործիքները եւ ժողովրդավարությունը անզիջելի են եւ նույնիսկ եթե դա նշանակում է, որ մենք պետք է ներգրաված լինենք 100 դատական process-ի մեջ, ավելի ճիշտ է այդ դատական process-ներով անցնել, ձևավորել, զարգացնել դատաիրավական այն համակարգը, որի կարիք ունի ժողովրդավարությունը, այդ գործընթացների արդյունքում եւ կներեք, դա որևէ մեկին հաճելի կամ տհաճ լինելու մասին չի։ Սա մեր նաեւ պատասխանատվությունն է եւ ես իսկապես շատ հանգիստ եմ վերաբերում բոլոր նման գործընթացներին, հակառակը կարծում եմ, որ դա ցուցիչ է, որ մեր երկրում մարդիկ հավատում են, որ դատական գործընթացով, որ իրավական ճանապարհով հնարավոր է հարցերի պատասխաններ ստանալ։ Իսկ երբ որ երկրի ներսում կա այդ վստահությունը, նշանակում է արդեն ինչ որ բան ճիշտ է գնում, արդեն ժողովրդավարությունը ճիշտ ճանապարհին է։ Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Կհանդիպենք։